եւ այս 100 տարվա մեջ ոչ մի դաս էլ չենք քաղած։ Հենց Հայաստանում հայը գժղտե հայոց ցեղասպանությունը այսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում թուրքերի նման։ Չի եղել ասվում է։ Կարող է ես չիմանամ, կարող է ես չկարողանամ մոտեցում։ Սպիրկը արդեն մի կողմ շպրտեցինք, Արցախը ծախեցինք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Արմուր լրատվականի տաղավարում այսօր զրուցելու ենք թուրքագետ Տիրան Լոկման-Գյուզյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Լոկման-Գյուզյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանը ժամանել թուրք գրող Թաներ Աքչմանը ու նաեւ այս իրականությանը զուգահեռ տեսնում ենք, որ պարբերաբար թուրք գրողները, լրագրողները հոդվածներ են հրապարակում, գրքեր են հրատարակում, որտեղ նրանք քննադատում են իրենց եւ դատապարտում են հայոց ցեղասպանությունը, օսմանյան կայսրությանը, օսմանյան Թուրքիային։ Այստեղ մենք կարող ենք ասել, որ նրանց միտումները ազնիվ են, նրանց գրած գրականությունը ազնիվ է եւ այլ ենթատեքստեր չի պարունակում։ Այո, թուրքական կողմից միշտ էլ եղել են մարդիկ, որոնք իրենց հայամետ ցույց են տվել, բայց պետք է զգուշ լինել, ես դրա մասին նախկինում եմ խոսել եմ, սրանց մեծ մասը կարելի է ասել գեղձարարներ են, գեղձավորներ են, որոնք իրականում մեզ ուզում են սիրաշահել եւ ինչ որ մի բաների մեջ համոզեն իրենք, օրինակ որ թողենք այլևս ցեղասպանություն տերմինը, ասենք ուրիշ բաներ, որովհետեւ դա շատ ուժեղ տերմին է եւ Թուրքիան չի կարող ընդունել այդպիսի բան, սակայն ուրիշ բան գուցե կարելի է ընդունել եւ ինչ որ մի կերպ Հայաստանի եւ Թուրքիայի միջև, ասես ասած, լեզու գտնել ձևացնել գոնե, որ դրանով իրենք շահավետ դուրս գան, այսինքն վերջ տրվի Հայաստանի կողմից կամ ընդհանրապես հայության կողմից ցեղասպանության բանջարդիրությանը։ Դա է իրենց ցանկությունը, սակայն կան իհարկե նաև ազնիվ մարդիկ, ազնիվ թե գիտնականներ, թե անձեր, բայց դրանք ավելի քիչ են իմիջիալոց։ Այսինքն եթե տոկոսային հարաբերության մոտավորապես ասեմ 20% ազնիվ է, 80% ոչ այնքան, սակայն մեր կողմից իհարկե մենք բոլոր այդ ամեն ինչին մենք մոտենում ենք ինչպես միշտ մեր կարծեք թե մանկական միամտությունով եւ բոլորին մեր գլխի վրա ենք բարձրացնում, անգամ իհարկե այս ամեն ինչի մեջ հայեր էլ կան, օրինակ բանը Փայլանը սրա վար օրինակն է, ինքը ես միշտ ասել եմ, որ մի իր հետևից այդքան անգնեք, որովհետեւ Փայլանը կարիերիստ է, ինքը կարիերա է ուզում անի, դրա համար քրդին էլ է օգտագործում, հային էլ է օգտագործում եւ մեկ էլ տեսնում եք, որ Փայլանը հակահայկական ինչ որ մի բան է ասում, ու բոլոր բանը ամբողջ երկրում ժողովուրդը միանգամից նեղանում են, միանգամից հակափայլանական են դառնում, ոչ են պետք է լինի, ոչ են պետք է լինի մարդ, պետք է մի քիչ ավելի զգուշ նայի, անգամ մեդալներ ենք շնորհում սրան նրանք, իհարկե, ինչպես ասում եմ, կան նաև իհարկե ազնիվ մարդիկ էլ, Թաներ Աքչամը տարիները արդեն հայերի հետ համագործակցում է, ինքը Ամերիկայում է, Թուրքիա չի էլ գալիս պրոբլեմներ կունենա, ինքը իհարկե ֆինանսավորվում է հայերի կողմից եւ աշխատում է։ Իհարկե գարձիկներ էլ կան, որ ինքը այդքան էլ, այսինքն 100%-ով ցեղասպանության հետ կապված հայամետ դիրքորոշում ունենալով ինչ որ բան, բայց այնուամենայնիվ իր արած գործերը բան են, լավ են, մեզ համար ձեռնդու են։ Ազնիվ մարդկանցից մեկը օրինակ Ռագիբ Զարաքոլուն է, դա իսկապես շատ ազնիվ մարդ է եւ տարիներ շարունակ հենց ցեղասպանության հետ կապված գրքեր հրատարակեց եւ այսօր նա էլ փախած է, Շվեդիայում ապրում նա էլ ինքը հրատարակչություն էր եւ տարիներ շարունակ թե ինքը թե գինը ինքը գինը մահացած է արդեն երկար տարիներ նստեցին թուրքական բերդերում նստեցին դանջանքների ենթարկվեցին ոչ միայն հայկական հարցով բայց նաեւ հայկական հարցով այսպես է Թուրքիայում եթե նման ճանապարհով ես ուզում գնաս նման բաներ ռիսկեր պետք է իհարկե աչքի առաջ ունենաս
Սակայն ինչպես ասացինք, կան այո ազնիվ մարդիկ նաև որոնց հետ կարելի է համագործակցել։ Այսօր նաև կասկածի տակ է դրվում, հայկական կողմից կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանության եղելությունը եւ նաև պետական ամենաբարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն է հայտարարում այդ մասին, որ դեռ պետք է լիարժեք ուսումնասիրել, հասկանալու համար թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ այս ամենը նաև նա քննարկեց վերջերս Հայաստան այցելած թուրք լրագրողների հետ։ Դուք նախ ինչպես կմեկնաբանեք այս եւ արդյոք ձեզ համար սպասելի է եղել, որ երբևէ Հայաստանում կգա իշխանություն, որ կասկածի տակ կդնի, կժխտի հայոց ցեղասպանությունը։ Դե ինչպես որ լավ թուրքերի մասին խոսեցինք, վատ հայերի մասին էլ կարանք խոսենք, այստեղ կարծեք թե թուրքերի մի մասը հայացել է, հայերի մի մասն էլ թուրքացել է այստեղ։ Այո, այստեղ չէ, իհարկե այդ ձեր այդ հարցին պատասխանեմ նախ, ոչ միայն ես, այլ թուրքերն էլ իրենց ամենա սենց համարձակ երազանքների մեջ էլ չէին տեսնի, չէին ակնկալի, որ նման բան կատարվի, իհարկե ես էլ չի ակնկալ, չի սպասում, ոչ մեկը չէր սպասում երևի, բայց ունեցանք փաստորեն այն, ինչ որ այսօր ունենք, մենք ունենք թուրքամետ կառավարություն եւ անգամ կարելի ասել թագավորից ավելի թագավորական են իրենք եւ թուրքական շահերը ավելի լավ են պաշտպանում, քան թուրքերը իրենք, որովհետև կան բաներ իրենց խոսույթի մեջ, որի մասին թուրքերը այս 100 տարվա մեջ չեն մտածել, որովհետև այնքան ծայրահեղական, այնքան աբսուրդ մտքեր կա, որ օրինակ ցեղասպանվածների անուն ազգանունները ճշտել։ Սա այնպիսի աբսուրդ բան է, եւ սա ամենահետաքրքիրն է, որ հայից է գալիս։ Հայից է գալիս նման բան, իսկ թուրքը մինչև այսօր չէր մտածել, թուրքական խոսույթի մեջ նման բան չի եղել երբեք, մինչև այսօր 100 տարվա մեջը, հա ուրիշ բաներ եղել են, մեզ ուզեցել են ինչ-որ բաներում համոզել եւ այլն, այո, այն ինչ որ իրենք պահանջում էին մեզանից, մեր կառավարությունը այսօրվա դալիս է արդեն դեռ իրենից չպահանջած, որովհետեւ Թուրքիան դեռ պահանջները չի դրել, Թուրքիան ասում է գնա դեռ Ադրբեջանի պահանջները կատարի, հետո կգաս իմ մոտ, հետո կգաս ուզում եմ ասել իմ պահանջները, բայց դեռ իր պահանջներին չհասած խնդիրը մենք արդեն որպես նվեր մատուցում ենք Արևմտահայաստանից հրաժարվում ենք Արևմտահայաստանը գիտեք այլևս մեր այսօրվա Հայաստանի արևմտյան տարածքներն են ոչ թե հրաժարվում ենք այո Սփյուռքը արդեն լավոս իրենց առաջի գործերից մեկն էր Սփյուռքի նախարարությունը վերացրին մի հատ մարդ դրեցին այնտեղ որի պաշտոնատեղին ոչ մեկը չգիտեմ ինչ է այսօր օրինակ ես չգիտեմ ինչ ես տեսնում որ կառավարության շենքի մեջ եղել ինչ եղել այսինքն իսկ մինչև այդ երբ որ Սփյուռքի նախարարությունը գար եւ երկար բայկարով ստեղծվեց այդ Սփյուռքի նախարարությունը բոլոր հայերը դեղը գիտեին եւ համարյա թե ամեն մի Հայաստան եկող հայի երկրորդ հասցեն էր դա ամեն մեկը պիտի մի հատ այցելեր Սփյուռքի նախարարությունը ինչ որ բան առաջարկեր ինչ որ բան թելատրանքներ ստանար եւ այլն սակայն այսօր այդպիսի բան չկա Սփյուռքի նախարարը հայտարարում է օրինակ որ Հայաստանում միայն հայերը պիտի չապրին այլ նաեւ հնդիկներ պիտի ապրին օտարազգեր պիտի ապրին եւ այդպես էլ եղավ չէ Պարոն Լոխնագեզյան, հրաժարվում ենք Արևմտյան Հայաստանից, Սփյուռքից, Արցախից, հրաժարվում ենք Արարատից, ասում ենք, եթե արևմտահայը ուզում է գնալ, սփյուռքահայը ուզում է գնալ, տեսնել մուշը, վանը, թող գնա եւ առանց խանգարելու հայոց բանակին, Արևելյան Հայաստանին։ Լավ, բայց նպատակը ո՞րն է, արդյոք սրա նպատակը միայն իրական Հայաստանն է, թե այլ նպատակներ էլ ունի։ Իհարկե, այստեղ մի հատ նպատակ կա, ես դրա մասին բազմիցս խոսել եմ հատկապես այն ինչ որ կատարվում է Հայաստանի ներսում ես դեռ Արցախը մի կողմ եմ թողնում թվում էր թե այս ամեն ինչի նպատակը Արցախը հանձնելն է սակայն տեսնում ենք որ Արցախը հանձնելուց հետո երկրի ներսում էլ լիքը բաներ են կատարվում օրինակ կրթական համագարքը քանդվում է չէ մշակույթը քանդվում է եւ այսպիսի բաներ եւ մեր մադաղ սերունդի հետ օրինակ աշխատանք է կատարվում թե այլևս Արարատը մեր սարը չէ
պիտի չասեք, արագացնե մեր սարը, ինչ որ իրական Հայաստան, գեղձ Հայաստան բաները խոսույթներ մեջտեղ հանվեցին, սահմանները ճանաչելու խնդիր կա, ցեղասպանությունից հրաժարվելու, գոնե բանջադիրությունից հրաժարվելու, որը թուրքական բանջ է։ Թուրքերը դա էին բանջում։ Ցեղասպանության բանջադիրությունից հրաժարվենք, ոչ թե ցեղասպանությունը որպես ցեղասպանություն գոչենք, ուզում ես կոչել, բայց բանջադիրությունից հրաժարվել, որ ես հանգիստ լինեմ, ասում էր թուրքը, եւ այսօր մենք արդեն այդ ամեն ինչ կատարում։ Սա ցույց է տալիս, որ հիմնական նպատակը ոչ թե միայն Արցախը հանձնելն էր, այլ հիմնական նպատակը Հայաստանի կործանումն է, որպես պետություն եւ հայ ժողովրդի կործանումն էր, որպես ժողովուրդ։ Հա, ինչ որ մի ժողովուրդ կարող է լինի իր մշակույթից հեռացած, իր պատմությունից հեռացած, իր ամեն ինչից արվեստից հեռացած եւ այդպիսի ժողովուրդ իհարկե եթե անունով կարող ենք հայ ժողովուրդ կոչել, բայց արդեն էությունով հայ ժողովուրդ չի լինի եւ պետությունը նույնպես կարող պետությունը մնա, սակայն պետականությունը չենք ունենա մենք։ Այսինքն դա Հայաստանի Հանրապետություն կարող է կոչվի, սակայն դա արդեն պետականություն չունեցող մի վասալ պետություն կլինի, եւ ես նախորդ տարիներում էլ ինձ որ հարցրել են ինչ է լինելու սրա վերջը, ես ասում եմ երկու ճանապարհ կա մեր առջև։ Կամ դառնալու ենք Թուրքիայի վիլայետ, կամ դառնալու ենք Ադրբեջանի խանություն, երրորդ ճանապարհ չկա այստեղ։ Պարոն Լոկմագյոզյան, հավանաբար երեք տեսել եք, հետևել եք ազգային ժողովում տեղի ունեցածին, ընդդիմությունը առաջ քաշեց, որ այն անձինք, որոնք կհամարձակվեն ուրանալ հայոց ցեղասպանությունը, նրանք պետք է քրեորեն դատապարտվեն։ Այստեղ կխնդրեմ նախ երևույթը մեկնաբանեք, երևույթին որակավորում տակ ինչպես եք այն գնահատում եւ արդյոք ուրանալ թե ժխտել, որն է ճիշտ այս վարակայում։ Գիտեք, սա բավականին ուշացած է արդեն, որովհետև կան աշխարհում պետություններ, որոնք ունեն այդ օրենքը, օրինակ Շվեյցարիան, չէ՞։ Շվեյցարիան որպես օրենք ընդունեց, ինչպես որ հոլոկոստը տարբեր երկրներում, այսինքն թե եվրոպական երկրներում, թե Ամերիկայում, այդպես է, որ հոլոկոստը եթե ժխտեք, դուք քրեական հանցագործ որպես Բայց մենք մեր ներսում ժխտում ենք փաստորեն։ Դե դա խնդիրը։ Այսինքն իրենք ունեն այդ օրենքը, մենք երևի գուցե դրա համար մենք ուշացանք, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հենց Հայաստանում հայը կժխտե հայոց ցեղասպանությունը, այդպիսի բան անկարելի կմտածեինք երևի, դրա համար չեն գալել, բայց հիմա տեսնում ենք թե ինչ վիճակ է, իհարկե այդ նման բան պետք է մեզ, սակայն դա կընդունվի, չի ընդունի, տեսանք թե ինչեր է կատարվում հիմա։ Իսկ ուրանալ թե ժխտել, որն է այս վարակայում ճիշտ գործածությունը։ Հիմա ես այդ բարերի մեջ չեմ ուզում ինչ որ բառախաղներով զբաղվում եմ, սակայն ուրանալ կարելի է երկուսն էլ անել, թե ուրացողին, թե ժխտողին եւ այլն, այդպես օրենք ընդունել, իհարկե Թուրքիայի կողմից օրինակ ժխտել կա, որովհետև իրենք ասում են չի եղել, ժխտել է։ Մեր կողմից դա նաև ուրացում է, որովհետև մենք ենք ցեղասպանվել, մենք մեր դեմ կատարված հանցագործությունը դա ուրանալ է, ժխտելը, գուցե նաև ժխտել է, որովհետև իրենք հարցականի տակ են դնում, այսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում թուրքերի նման։ Ինչպես ասացինք, թուրքերից էլ լավ, իհարկե, որովհետև ժխտում ենք նաև, չի եղել ասվում է, կարծեք թե, չէ՞, այսինքն իրենք ուղղակի չեն ասում չի եղել, բայց իրենց խոսույթը ցույց է տալիս, որ իրենք ասում են չի եղել, հետ էլ պետք է որոշվի, թե դա ցեղասպանություն էր, թե ցեղասպանություն չէր, այդ ժխտում է դա ցեղասպանությունը միանգամից։ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց ինչ դասեր մենք պետք է քաղենք հայոց պատմությունից, հատկապես 1915 թվականի այս արյունալից էջից։ Դասեր քաղելը մի բավականին դժվար է մեզ համար, մենք շատ դժվար դաս ենք քաղում եւ այս 100 տարվա մեջ ոչ մի դաս էլ չենք քաղած, ասեմ։ Օրինակ մեր այդ թուրքերի հետ վերաբերմունքը, թուրքերի հետ
ինչ որ քաղաքականություն իրագացնելը եւ ես չեմ խոսում միայն այսօրվա իշխանությունների մասին, մեր նախկին իշխանություններն էլ շատ մեծ սխալներ թույլ տվեցին, նախ պետք է սա մասնագիտական լինի։ Եթե դուք նման մի գործընթացի մեջ եք մտնում, այսինքն ցեղասպանությունը ընդունել տալ եւ այլն, դա բավականին դժվար եւ երկարատև եւ մեծ գործողություն է։ Դրա համար պետք է մասնագետներով աշխատել, ոչ թե մեզ մոտ այն բանը կա, ես եմ որ կամ, ես ամեն ինչ գիտեմ, մեր նախկին նախագահներն էլ, ես ամեն ինչ գիտեմ, կարող է ես չիմանամ, կարող է ես չկարողանամ մոդեցում, իհարկե դու ամեն ինչ չես կարող անես, օրինակ ես համ քիմիկոս, համ ֆիզիկոս եւ այն չեմ կարող լինեմ, ես իմ մասնագիտությունը ունեմ, եւ ամեն մարդ, եթե մի խնդրի հետ կապված ինչ որ գործ կա, դա պետք է մասնագետներին կանչել, մենք արդեն վաղուց պետք է մասնագետների մի հսկա խումբ ստեղծած լինեինք, մենք անգամ կարելի ասել ֆակուլտետ պետք է ստեղծեինք այդ առումով, հիմա այս վերջի տարիներին ինչ որ ցեղասպանություն են սովորացնում, բայց դա շատ չնչին գործեր են, շատ փոքր գործեր են եւ հիմնական չեն, այսինքն Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, ակադեմիան, համալսարանները եւ այն իրար եւ պետությունը իհարկե իրար հետ պիտի աշխատեին այս գործում։ Սակայն ինչ արվեց, արդեն առաջի օրվանից կարելի ասել, այս գործը թողնվեց սպյուրքի ուսերի վրա, ասենք դրանով թող սպյուրքը զբաղվի, բայց սպյուրքը մի կառույց չի։ Սպյուրքը սփռված մարդկանց մի դրված անուն է։ Սպրված մարդկանցից ոչ մի բան չես կարող անես իրենցով, մի կենտրոն է պետք, իսկ կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետությունը պիտի սպյուրքի հետ միասին այո անի, բայց բանը գործը պիտի Հայաստանի Հանրապետությունը անի, կենտրոնը պիտի Հայաստանի Հանրապետությունը լինի, դա չարեցին իհարկե, իսկ հիմի ընդհանրապես սպյուրքը արդեն մի կողմ շպրտեցինք, Արցախը ծախեցինք եւ այստեղ էլ արդեն մենք սկսանք բանը ցեղասպանությունը հարցականի տակ դնել արդեն եւ հարցը այդպես դուծել գնա վերջացնենք թուրքական վարիանտով։ Շնորհակալ ենք վերջում կցանկանայի հիշեցնել մեր հետևորդներին, ձեզ եւս տեղեկացնել այն մասին, որ վաղը ապրիլի 24-ին Բաքվում տեղի ունենալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատավարությունը եւ այս դատավարությանը ընդառաջ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընտանիքի միջոցով ուղերձով հանդես եկել նշելով. Վաղը հայոց մեծ եղերնի 110-րդ տարելիցն է, ոգով մտքով ձեզ հետ եմ, հոգով մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում, լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի մտածեք, հայտարարել է Դավիթ Բաբայանը, շնորհակալ ենք, սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի հետ։